16 տարեկան էի, երբ առաջին անգամ Երևանը տեսա հեռվից: Մեր գյուղի բլրի վրայից երեկոյան լույսերն էին երևում: Ու ես ամեն անգամ նույն բանն էի մտածում. մի օր ես էլ եմ այնտեղ ապրելու, սովորելու եմ, իմ կյանքն եմ ունենալու: Բայց ես չգիտեի, որ ծնողներս արդեն ուրիշ կյանք էին նախատեսել ինձ համար: Այդ օրը մինչև հիմա հիշում եմ մանրամասն: Մայրս խոհանոցում լուռ հաց էր կտրում, հայրս բակում ինչ-որ մեկի հետ էր խոսում: Հետո ներս եկավ ու ասաց. «Աղջիկ ջան, քեզ համար լավ առաջարկ կա»: Լավ առաջարկ: Մեր գյուղում այդ բառերը սովորաբար աղջկա ապագան էին որոշում: Պարզվեց գյուղի հարուստ ընտանիքներից մեկի տղան Ռուսաստանից եկել էր: 10 տարի Մոսկվայում էր ապրել, բիզնես ուներ, տուն, մեքենա: Գյուղում բոլորը նրա մասին էին խոսում, ասես ֆիլմի հերոս լիներ: Նա եկել էր մի նպատակով՝ ամուսնանալու: Եվ այդ ընտրությունը կանգնել էր իմ վրա: Ես ընդամենը 16 տարեկան էի: Անկեղծ ասեմ, այդ ժամանակ դա ինձ հեքիաթ թվաց: Երևանի մասին երազող գյուղի աղջկա համար Ռուսաստանն ավելի մեծ երազանք էր թվում: Գեղեցիկ կյանք, փող, նոր քաղաք, նոր աշխարհ: Հիշում եմ, առաջին անգամ երբ տեսա նրան, շատ հանգիստ էր խոսում: Ինձանից մեծ էր, հասուն, ինքնավստահ: Ես ամաչում էի նույնիսկ աչքերի մեջ նայել: Բայց ներսումս արդեն պատկերացնում էի ապագաս: Ես համաձայնվեցի: Շատերը հետո հարցնում էին՝ չվախեցա՞ր: Չէ, դա ամենասարսափելին է: Ես ընդհանրապես չէի վախենում, որովհետև դեռ կյանք չէի տեսել: Մի քանի ամիս հետո նշանվեցինք: Գյուղում բոլորը խոսում էին մեր մասին: Մայրս երջանիկ էր, հայրս հպարտանում էր, իսկ ես ինչ: Ես մտածում էի, որ նրանք երջանիկ են, ուրեմն ես էլ եմ երջանիկ: Ասես հանկարծ սովորական գյուղի աղջկանից դարձել էի բախտավոր հարս: Մեկ տարի անց, երբ վերջի զանգը տեղի ունեցավ, արդեն ամուսնացանք: Մեծ աղմկոտ հարսանիք արեցինք: Երաժշտություն, պար, կենացներ, բոլորն ասում էին՝ ապրես աղջիկ ջան, կյանքդ լավ դասավորվեց: Եվ ես հավատում էի դրան: Այդ գիշեր, երբ օդանավը բարձրացավ օդ, ես պատուհանից նայում էի ներքև ու մտածում՝ ահա սկսվում է իմ հեքիաթային իրական կյանքը: Ռուսաստանում առաջին ամիսները իսկապես երազի նման էին: Ամուսինս ինձ ամեն ինչ ցույց էր տալիս, տանում էր տարբեր տեղեր, նվերներ էր առնում: Ես սիրահարվել էի նրան: Առաջին սերն էր: Ու երբ մարդ առաջին անգամ է սիրում, թվում է դա հավերժ է լինելու: Երբեք չէի մտածի, որ մեր ամուսնությունը կարող է այսքան վատ ավարտ ունենալ: Որ մի օր ես նույն այդ պատուհանի մոտ նստած լաց կլինեմ ու կմտածեմ միայն մի բանի մասին՝ ինչու այդքան շուտ մեծացա: Անցավ մի քանի ամիս: Սկզբում թվում էր պարզապես պետք է սովորեմ նոր կյանքիս: Նոր երկիր, նոր մարդիկ, նոր տուն: Բայց օրերը գնալով ավելի ծանր էին դառնում: Ամուսինս առավոտյան շատ վաղ դուրս էր գալիս տնից և վերադառնում ուշ գիշերը: Ես ամբողջ օրը մենակ էի մնում օտար քաղաքում փակված 4 պատի մեջ: Սկզբում փորձում էի ինձ զբաղեցնել, տուն էի հավաքում, ուտելիք պատրաստում, պատուհանից դուրս նայում մարդկանց: Բայց օրերը իրար նման էին դարձել: Ես կարծես կամաց անհետանում էի: Երբեմն ասում էի՝ գոնե մի քիչ շուտ արի տուն: Իսկ նա առանց ինձ նայելու պատասխանում էր՝ եթե ես գիշեր-ցերեկ չաշխատեմ, դու էս կյանքը չես ունենա: Այդ խոսքերից հետո լռում էի: Մտածում էի՝ երևի ճիշտ է, երևի սա է մեծ կյանքը, պետք է համբերեմ: Բայց կամաց ես կորցնում էի ինքս ինձ: Հայելու մեջ ուրիշ աղջիկ էր այն աղջիկը, որ մի ժամանակ երազում էր Երևանի մասին, միշտ ժպտում էր, աչքերը փայլում էին, հիմա օրերով չէր խոսում ոչ մեկի հետ: Ամենածանրը երեկոներն էին, ամեն երեկո սկեսուրս զանգում էր: Սկզբում սովորական հարցերից էր սկսվում՝ ինչ եմ արել, ինչ եմ պատրաստել, ուր ենք գնացել: Բայց հետո խոսակցությունը միշտ նույն տեղն էր հասնում՝ բա լուր չունե՞ք: Այդ լուրը երեխայի մասին էր: Նրա ձայնի մեջ մի բան կար, որ ինձ ներսից ճնշում էր՝ թաքնված հանդիմանանք, ասես
Ես ինչ-որ բանում մեղավոր էի։ Ամուսինս էլ այդ թեմայից խուսափում էր։ Ու ես սկսեցի մտածել, որ գուցե իսկապես խնդիրը իմ մեջ է։ Մի օր առանց որևէ մեկին ասելու գնացի բժշկի։ Մինչև հիմա հիշում եմ, թե ոնց էի նստած սպասում իմ հերթին ու ձեռքերս դողում էին։ Ես ընդամենը 17 տարեկան էի, բայց ինձ թվում էր ամբողջ կյանքս այդ պատասխանից էր կախված։ Բժիշկը բոլոր հետազոտություններից հետո նայեց ինձ ու ասաց. «Քեզ մոտ ամեն ինչ կարգին է, պետք է նաև ամուսնուց ստուգել»։ Ես նույնիսկ չգիտեի ոնց ասեմ դա տանը։ Երբ երեկոյան զգուշորեն խոսեցի այդ մասին, ամուսինս միանգամից բարկացավ. «Ինչ բժիշկ, ինչ ստուգվել, ինձ մոտ խնդիր չկա»։ Այդ թեման փակվեց նույն պահին, բայց մեր հարաբերություններում արդեն ինչ-որ բան կոտրվել էր։ Անցավ ևս 1 տարի։ Մենք ավելի ու ավելի օտար էինք դառնում իրար։ Տանը լռություն էր, սառնություն։ Ես անընդհատ մտածում էի, ինչու է ամեն ինչ փոխվել։ Ինչու այն մարդը, ում սիրահարվել էի, հիմա ինձ նույնիսկ չի նայում։ Ու մինչև ես փորձում էի հասկանալ պատճառը, մի օր հեռախոսազանգ ստացա։ Այդ զանգից հետո իմ կյանքը բաժանվեց 2 մասի, մինչև այդ օրը և դրանից հետո։ Իսկ թե ով էր զանգել և ինչ ճշմարտություն իմացա։ Ես քո ամուսնու սիրած կինն եմ, ես նրա երեխայի մայրն եմ։ Այս խոսքերով սկսվեց այն հեռախոսազրույցը, որը ամբողջությամբ փոխեց իմ կյանքը։ Սկզբում նույնիսկ չհասկացա ինչ եմ լսում։ Մի քանի վայրկյան լռեցի, կարծես ուղեղս հրաժարվում էր ընդունել այդ բառերը։ Հետո ոտքերս թուլացան, ես դանդաղ նստեցի հատակին։ Ձեռքերս դողում էին այնքան ուժեղ, որ հեռախոսը քիչ էր մնում ձեռքիցս ընկներ։ Սիրտս խփում էր այնպես, կարծես հիմա պիտի կանգ առներ։ Աստված իմ, ինչի համար էի ես արժանացել այս ճակատագրին։ Ինչ պիտի անեի հիմա։ Այդ պահին հորս խոսքերն էին անընդհատ լսվում ականջումս. «Դու հետդարձի ճանապարհ չունես»։ Ու ես հանկարծ հասկացա, թե որքան մենակ եմ։ Ամբողջ կյանքս աչքերիս առաջ անցավ։ Ես 18 տարեկան էի, օտար երկրում։ Ոչ մասնագիտություն ունեի, ոչ աշխատանք, ոչ լեզու գիտեի նորմալ։ Ես նույնիսկ ընկեր չունեի, ում կարող էի զանգել ու ասել «փրկիր ինձ»։ Իսկ տուն վերադառնալու մասին մտածել անգամ չէի կարող։ Մեր գյուղում ամուսնալուծված աղջիկներին ուրիշ աչքով էին նայում։ Ես արդեն պատկերացնում էի մարդկանց խոսակցությունները, հայացքները, շշուկները։ Հեռախոսի մյուս կողմում նա հանգիստ էր խոսում, չափազանց հանգիստ։ Ասես իմ կյանքը քանդելը սովորական բան լիներ։ «Թող նրան», ասաց նա։ Նա տղա երեխա ունի և ինձ է սիրում։ Ուղղակի քո առաջ մեղքի զգացում ունի, չի կարող քեզ թողնել, ինքնասիրություն ունեցիր ու ինքդ հեռացիր։ Այդ բառերը ներսումս ինչ-որ բան վերջնականապես կոտրեցին։ Ես չէի լացում, ամենասարսափելին դա էր։ Երբ ցավն այնքան մեծ է լինում, որ նույնիսկ արցունք չի մնում։ Ես երկար լռեցի, հետո հազիվ լսելի ձայնով շշնջացի. «Ինձ 6 ամիս ժամանակ տուր, և ես կգնամ»։ Չգիտեմ ինչու ասացի դա։ Գուցե որովհետև դեռ սիրում էի ամուսնուս, գուցե որովհետև վախենում էի մնալ մենակ, կամ գուցե որովհետև ամբողջ կյանքում ինձ սովորեցրել էին դիմանալ։ Զանգից հետո երկար նստել էի հատակին։ Տունը լուռ էր, ժամացույցի ձայնն անգամ շատ բարձր էր լսվում։ Ու հենց այդ լռության մեջ ես առաջին անգամ հասկացա մի ճշմարտություն. ամբողջ կյանքում ուրիշների որոշումներով էի ապրել, բայց այն, ինչ արեցի հաջորդ օրը, նույնիսկ ես ինձանից չէի սպասում։ Շուտով ամուսինս տուն վերադարձավ։ Ներս մտավ սովորականի պես հոգնած դեմքով, բայց հենց ինձ տեսավ, միանգամից զգաց, որ ինչ-որ բան փոխվել է։ Ես նայեցի աչքերի մեջ ու շատ հանգիստ ասացի. «Ամեն ինչ գիտեմ»։ Առանց լացի, առանց բղավելու, առանց տեսարան սարքելու։ Ու երևի հենց դա էր նրան ամենաշատը վախեցրել։ Նա նստեց, ձեռքերը տարավ գլխին ու երկար լռեց։ Հետո կամաց-կամաց ասաց. «Ես չէի ուզում քեզ ցավեցնել, եթե կարող ես, ների՛ր ինձ»։ Այդ պահին առաջին անգամ տեսա նրան իսկապես կոտրված։ «Ի սկզբանե նրա հետ եմ եղել», ասաց նա։ «Ուղղակի մերոնք դեմ էին, ուզում էին հայ աղջիկ,
Մի պահ տրվեցի իրենց խոսքերին ու արեցի այնպես, ինչպես իրենք էին ուզում։ Ամեն բառը դանակի պես էր մտնում սիրտս, պարզվեց ես երբեք նրա սիրո պատմության գլխավոր հերոսուհին չեմ եղել։ Ես պարզապես հարմար ընտրություն էի։ Նա նայեց ինձ ու ասաց. «Ինչ կարող եմ անել քեզ համար, միայն ասա»։ Ես մի քանի վայրկյան լուռ մնացի ու այդ պահին երևի կյանքում առաջին անգամ որոշեցի մտածել իմ մասին։ 6 ամիս, ասացի ես, գյուղում ոչ ոք չպետք է իմանա, որ բաժանվել ենք։ Այդ ընթացքում ինձ ֆինանսապես կօգնես վարսահարդարման կուրսերի գումարը կվճարես, ես կսովորեմ, կսկսեմ աշխատել, հենց ոտքի կանգնեմ դու քո ճանապարհով կգնաս, ես իմ։ Նա առանց մտածելու պատասխանեց. համաձայն եմ։ Այդ օրվանից իմ նոր կյանքը սկսվեց։ Առավոտից երեկո սովորում էի։ Սկզբում շատ դժվար էր, լեզուն դեռ լավ չգիտեի, հաճախ վախենում էի մարդկանց հետ խոսել, բայց ներսումս մի բան արդեն փոխվել էր։ Ես այլևս չէի ուզում ապրել ուրիշների որոշումներով։ Անցավ 5 ամիս, ես ավարտեցի կուրսերը։ Նախկին ամուսինս իր խոստումը պահեց, ինձ համար վարսահարդարման բոլոր անհրաժեշտ պարագաները գնեց, աշխատանքի տեղավորեց և նույնիսկ փոքր տուն վարձեց ու առաջին ամսվա վարձը վճարեց։ Երբ արդեն առաջին աշխատավարձս ձեռքիս էր, միայն այդ ժամանակ զանգեցի գյուղ։ Մորս լացը մինչև հիմա հիշում եմ։ Հայրս ամենածանրն էր տանում։ Նա նույնիսկ արգելում էր գյուղ գնալ։ Գյուղում արդեն խոսակցություններ էին պտտվում, թե ես չբեր եմ եղել, դրա համար են բաժանվել։ Ու գիտեք ինչն է ամենացավալին, ոչ ոք նույնիսկ չփորձեց հասկանալ ճշմարտությունը։ Բայց այդ ժամանակ արդեն ուրիշ մարդ էի դարձել։ Այսօր ես 30 տարեկան եմ, կայացած մասնագետ եմ, իմ սիրած գործն ունեմ, ամուսնացած եմ, ունեմ 2 աղջիկ ու իսկապես երջանիկ եմ։ Երբեմն հետ եմ նայում իմ 16-ամյա տարբերակին ու մտածում, որքան փոքր էի կյանքը հասկանալու համար։ Իսկ իմ նախկին ամուսնու հետ ինչ եղավ։ Եթե հետաքրքիր է ասեմ, նա գնաց պատերազմ ու այլևս չվերադարձավ։